Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, Ծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցում եմ ներքին գործերի նախարարին, Տիկին Սարգսյան, վերջին շրջանում բավականին հաճախակիացել են անչափահասների շրջանում ողբերգական ելքով միջադեպերը ու այդ միջադեպերի ընթացքում շատ հաճախ որպես հանցագործության գործիք օգտագործվում է սառը զենք, այս կտրվածքով հարց հետևյալն է, արդյոք կատարվում են համապատասխան միջոցառումներ կամ գոնե նախատեսվում է, Տիկին Անդրեասյանն էլ է այստեղ, համատեղ ինչ-որ միջոցառումներ, ավագ դպրոցներում մասնավորապես, պարբերական շրջայցերի տեսքով ոստիկանության աշխատողների, գուցե խուզարկությունների տեսքով, այս առումով ինչ-որ միջոցառումներ կատարվում են, թե ոչ, եթե այո, կխնդրեմ փոքր-ինչ ներկայացնել, շնորհակալություն։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփին Սարգսյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, կարևոր հարցադրման համար, իրականում ճիշտ եք նկատում, հատկապես վերջին տարիներին եւ վերջին շրջանում անչափահասների ներգրավմամբ եւ անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակներ ունենք, բայց որpիսի խոսքս էլ չթվա թե համատարած նմանատիպ իրավիճակ ունենք, ես իմ խոսքը կառուցում եմ այն տրամաբանությամբ, որ անգամ մինչև 10-ին հասնող դեպքերի արկայությունը արդեն իսկ մտահոգող է մեզ համար։ Ըստ այդմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործընկերների հետ մենք պլանավորել ենք նաեւ դպրոցներ ստուգայցեր, համայնքային ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում են պարբերաբար այցելություններ դպրոցներ եւ նաեւ իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման process եւս։ Ըստ այդմ ունենք նաեւ օրենսդրական փաթեթ, որտեղ որ հնարավորություն կտանք նաեւ սահմանելու այն արգելված իրերի եւ առարկաների ցանկը, որը որ պիտի հստակ լինի, որպեսզի մենք կարողանանք հետագայում զննության, խուզարկության process-ում կարողանանք հենց այդ ցուցակով առաջնորդվել եւ անչափահասները եւս հասկանան ինչն է կարելի, ինչը հատկապես չի կարելի։ Ասեմ, որ մենք նաև մշակել ենք օրենսդրական նախաձեռնություն, որը հուսով եմ կհասցնենք մինչև ամառային արձակուրդը ազգային ժողովի բերել խորհրդարան եւ քննարկել, խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը եւ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք նաեւ ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ եւ կկարողանանք այս տեսանկյունից եւս որոշակի արդյունքներ ունենալ, բայց շատ կարեւոր է այստեղ ոչ միայն դպրոցների աշխատանքը, իրավապահ համակարգի աշխատանքը, այլ նաեւ ծնողական համայնքի աշխատանքը եւս, որովհետև մի բան է, երբ որ մենք ավելի շատ վերահսկողության տեսանկյունից ստուգում ենք այս դեպքերը եւ գնում ենք այդ դեպքերի արձանագրման եւ նաեւ բացահայտման ճանապարհով, մեկ այլ է իրավիճակը, երբ որ պիտի աշխատենք նաեւ ծնողական համայնքի հետ, որպեսզի նաեւ երեխային ճիշտ ուղղորդում տրվի որպես այդպեսին համանման առարկաներ չունենալու եւ առհասարակ հանրային վայրերում նմանատիպ առարկաներով ուղղակի դուրս չգալու տեսանկյունից։ Իհարկե վերջին ժամանակահատվածում, երբ որ մենք ուսումնասիրում ենք դեպքերը, ավելի շատ թեթև մարմնական առողջությանը պատճառվող վնասների մասին են խոսում, բայց այդուհանդերձ սա շատ լուրջ հետագա հնարավորություններ կարող է տալ հանցավոր վարքագիծը ավելի ամրապնդելու եւ նոր ավելի բարդ հանցագործություններում ներգրավելու տեսանկյունից։ Սա է պատճառը, որ մենք ավելի շատ կենտրոնացել ենք անչափահասների եւ երիտասարդների վրա, որպես պոտենցիալ խումբ հետագայում ներգրավելու ավելի բարդ հանցագործություններում եւ եթե մենք այս պայծրությամբ ճիշտ աշխատենք, հետագայում արդեն դեպքերն ավելի կանխարգելման տրամաբանություն կունենան։ Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Սարգսյան, իրականում ուզում եի արձագանքով ասեի, որ գործընկերների հետ այսօրին քննարկում ենք, որ գուցե անչափահասներին սառը զենքի վաճառքը կամ այդ դանակների վաճառքի փաստը քրեականացնող ինչ-որ օրինագիծ է պետք պատրաստել, ուզում եի նաև ձեր կարծիքը հասցնել, բայց քանի որ պատրաստում եք նմանատիպ նախագիծ, միայն ու միայն ուրախ եմ ու ողջունում եմ ու վստահ եմ խորհրդարանը դրական կարձագանքի ձեր այդ նախագծերին, որովհետև իրականում չափազանց խնդրահարույց վիճակ ունենք այս առումով, մի շարք էլեկտրոնային առևտրի չնույնականացվող, որտեղ անձը պարտադիր չի նույնականանա հարթակներում, անունները չտամ էլի, հիմա չգովազդեմ, այդ հարթակներում ցանկացած մեկը կարող է մտնի ու դանակ գնի, ինչ-որ մի բան գնի, որը որ գալիս է հասնում է այդ վաճառքի կետ, փակ տուփով ինչ-որ, ոչ մեկ չի տեսնում մեջ ինչը, անչափահասը գնում է, իրան դա հանձնում են։ Ու ինչ է անելու անչափահասը, օրինակ փակովի դանակով։
Ինչ պետք է անի։ Միանշանակա, որ ինչ որ մի պահի, ինչ որ մի հանցագործություն է դա, ինչ որ մի հանցագործություն է բերելու, ողբերգություն է դառնալու, միանշանակ ողջունում եմ թե ստուգայցերի գաղափարը եւ թե ձեր այդ նախաձեռնությունները ու շատ ուրախ եմ, որ ներքին գործերի նախարարությունը արձագանքում է իրավիճակին։ Շնորհակալություն պարոն Ալեքսանյան, ես նաև առիթից օգտվելով, քանի որ երկրորդ շերտն էլ բացեցիք էլեկտրոնային առևտրի մասով, այստեղ եւս անելիք ունենք որպես այդպեսին, որովհետեւ նաև որոշակի թմրանյութ պարունակող առարկաների ձեռքբերման ուղի սա եւս հանդիսանում է եւ հետեւապես ուրախ կլինեմ, եթե համատեղ նաև դիտարկենք այս հարցը եւս եւ հասկանանք, թե ինչպիսի ռացիոնալ լուծում կարող ենք ունենալ այս տեսանկյունից, որպեսզի մի կողմից էլեկտրոնային առևտրի մասով որևէ բացասական էֆեկտ որպես այդպեսին չթողենք, բայց մյուս կողմից էլ կարողանանք այս իրավիճակները դարձնել բացահայտելի եւ հայտնաբերելի իրավապահ համակարգի տեսադաշտի առումով։ Շնորհակալություն։